Ջերմուկը արգելվեց Ռուսաստանում, բացում եմ ջերմուկ, ասում են դա թույնավոր է, փորձենք, հեսա ջերմուկը նոր բացեցի ժողովուրդ ջան, խանութից առել եմ Երևանում, փառքասուստ է արգելված չի, ասում են արգելված է ջերմուկը, խմենք, տենանք կմեռնենք, վայ, ես ինչ հավես է, ժողովուրդ ջան, ինձ հարցնում են, ես որ ուժերի հետ եմ, ես հայ եմ և ուզում եմ խմեմ ջերմուկ, մեր ջերմուկը թույնավոր չի, սակայն կան ուժեր, որոնք պնդում են, որ մեր ջերմուկը թույնավոր է և Ռուսաստանում արգելված է, ուրեմն հայերը Ռուսաստանում ջերմուկ չեն խմելու, վաղը ինտերնետ չեն ունենալու, մյուս օրը իրանց ամոթ են զգալու, որ հայ են, այ ձեր ցավը տանեմ, հելեք եկեք Հայաստան, ինձնից շատ չեք ապրել, ծնված օրվանիցս Ռուսաստանում եմ եղել, մերս Գյորգևսկում ա ծնվել, ամեն ինչ թողել եկել եմ, հետո չասեք, չենք ասե ձեզ, իհարկե ես են ուժերի հետ եմ, որը համարում է ջերմուկը թույնավորված չի, իհարկե ես են ուժերի հետ եմ, ընդհանրապես Հայաստանում չկա ոչ մի ընդդիմություն, Հայաստանում կա Հայաստանի պետությունը, իշխանությունը և աջակցող ուժերը, որոնք ստորագրահավաք հավաքեցին, որ մեր երկիրը գնա դեպի ցիվիլիզացիա, որովհետև Ռուսաստանը մեզ արդեն մի 15 անգամ ծախել է, մարդ պիտի ապուշ ետիմ լինի, որ դա չհասկանա, ում կողմն եմ, Հայաստանի կողմն եմ, ասում են Տիկոն Նիկոլական, արա Տիկոն Նիկոլական չի դարե, Նիկոլն է դարե հայկական, Նիկոլի ուժն է դարե հայկական, տիկոյական, Դավիթ Սասունցական, այսօր, եթե ընտրում եք Ծառուկյան Գագիկին, ընտրում եք Լուկաշենկոին, եթե ընտրում եք ենթադրենք Սամվել Կարապետյանին, ընտրում եք Պուտինին, եթե ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին, ընտրում եք Պուտինին, Դուգինին, Լենինին, Ստալինին, Իլինին, ոչ դրանք սաղ ին, սա է իրականությունը հայ ժողովուրդ, սրա մասին է խոսքը, մնացածը դուք գիտեք,